Կրթությունը շարունակական զարգացող գործընթաց է։ Մեր օրերում տեղեկատվական տեխնոլոգիաների թռիչքային զարգացումը պահանջում է դասախոսների մշտական և անընդհատական վերապատրաստումներ։ Ծրագրին դիմաց երիտասարդ դասախոսներից մրցութային կարգով մեր երկրից ընտրվել են ընդամենը 3-ը և 5 ամիս վերապատրաստումներ անցել ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում։ Հայաստանից ծրագրին մասնակցած 3 դասախոսներից մեկն էլ մեր համաքաղաքացին է։ Մեր դասախոսներից Ռուզաննա Անտոնյանը երիտասարդ դասախոսների ծրագրով 6 ամիս եղավ Ամերիկայի Միացյալ Նահանգներում, ուսուցանեց, սովորեց եւ այսօր մեծ հաջողությամբ իրեն սովորածը փորձ է խնդիր ունի տարածելու մեր քաղաքում։ JFDP ծրագրին մասնակցած տարբեր ազգությունների դասախոսներ հյուրընկալվել են ԱՄՆ-ի տարբեր համալսարաններում, հմտացել տարբեր ոլորտներում՝ կրթության վարչական ոլորտ, տեղեկատվական տեխնոլոգիաներ, լեզվաբանություն եւ այլն։ Իմ համալսարանը Հարավային Իլինոյսի Էդվարդսվիլի համալսարանն էր։ Իմ ուսումնառությունը անց եմ կացրել անգլերեն լեզվի եւ գրականության ֆակուլտետում, իսկ ուսումնասիրության ոլորտը լեզվաբանություն, ավելի կոնկրետ անգլերենը որպես երկրորդ օտար լեզու, անգլերենը որպես երկրորդ օտար լեզու եւ օտար լեզվի դասավանդման մեթոդները։ Հիմնականում այդ ճյուղերի վրա եմ կենտրոնացել։ JFDP ծրագիրը կրթության զարգացման տարաբնույթ նպատակներ է հետապնդում։ Ռուզաննա Անտոնյանը դրանցից առանձնացնում է մի քանիսը։ Դասախոսները ստանան մասնագիտական զարգացում, կարողանան ուսումնասիրել նոր դասավանդման մեթոդները, կարողանան կատարել հետազոտություններ, ստեղծել հնարավորություններ կապ հաստատելու իրենց համալսարանի եւ հյուրընկալ համալսարանների միջև։ ԱՄՆ պետքարտուղարության կրթական մշակութային բաժնի կողմից ֆինանսավորվող երիտասարդ դասախոսների վերապատրաստման ծրագրի կողմից լրջորեն կարևորվում է փորձի փոխանակումը։ Որ մեր ամբողջ փորձը մենք կարողանանք փոխանցել ոչ միայն մեր համալսարանի գոլեգաներին, այլև մեր քաղաքի մարզի բոլոր բուհերի դասախոսներին, ուսուցիչներին, ուսանողներին կարողանանք տեղեկացնել մեր անցած փորձը եւ նաեւ հետագայում մենք պլանավորում ենք կիրառել այնտեղ սովորած դասավանդման նոր մեթոդներ, անցկացնել գնահատումներ, թե որքանով մեր ուսանողները, մեր գոլեգաները կարևորեցին այդ մեթոդները, պլանավորել ենք իմ հյուրընկալ համալսարանի հետ կապ հաստատել մեր դասախոսների հետ, որոշել ենք ստեղծել ինչ-որ քննարկման բլոկ վայր, որտեղ մեր դասախոսները հնարավորություն կունենան միասին օնլայն հանդիպելու եւ քննարկելու բազմաթիվ հարցեր կապված կրթության, մեթոդների եւ նաեւ հատկապես իրենց ճյուղի վերաբերյալ։ Կան որոշ տարրեր, որոնք իսկապես ես կցանկանայի ներմուծել մեր դասապրոցեսի մեջ։ Այդ նպատակով էլ Ռուզաննա Անտոնյանը Միացյալ Նահանգներից վերադառնալուց հետո հանդիպումներ է ունեցել Վանաձորի տարբեր կրթօջախների դասախոսական կազմի եւ ուսանողների հետ, ներկայացրել իր ձեռքբերումները։ Հունիսի 12-ին Ռուզաննա Անտոնյանը ծրագիրը ներկայացրեց Հարազատ բուհում։ ԱՄՆ-ում վերապատրաստում անցած դասախոսը առանձնացնում է դասին պատրաստվելու, դասը վարելու, տեղեկատվական տեխնոլոգիաների, օնլայն դասախոսությունների նշանակությունն ու առավելությունները։ Ինչու՞ չէ, նաև ամերիկյան ուսանողների ուսանողական կյանքը, քաղաքացիական իրավունքները, քաղաքացիական ճիշտ հասարակություն ձևավորելու նպատակները։ Սրան հասնելու համար ժամանակ է պետք, նշում է Ռուզաննա Անտոնյանը, բայց համոզմունք ունի, որ այդ ամենը կնպաստի այսօրվա ուսանողի ճիշտ կրթությանն ու զարգացմանը, գիտելիքների լուրջ եւ որ առավել կարեւոր է ճիշտ պաշարի ձեռքբերմանը։ Սա Եվրոպական ակադեմիայի Վանաձորի մասնաճյուղի հաջողություններից մեկն է։ Մասնաճյուղն այս տարի տվեց իր առաջին շրջանավարտները։ Շրջանավարտների ցույց տված արդյունքները եւ բուհի ձեռքբերումները նոր հնարավորություն են տվել կրթօջախին։ Եվ ուրախությամբ կարող եմ նաեւ նշել, որ արդեն մեր այս աշխատանքը հաշվի առնելով թույլատվություն տրվեց Վանաձորում բացել մագիստրատուրա 5 բաժիններով՝ տնտեսագիտություն, կառավարում, տուրիզմ, անգլերեն լեզու թարգմանություն, տեղեկատվական տեխնոլոգիաների գործարար կառավարում եւ իրավագիտություն, որը ասենք բավականին կհեշտացնի մեր համաքաղաքացիների գործը մագիստրատուրական կրթություն ստանալու համար, նրանք ստիպված չեն լինի մեկնել մայրաքաղաք։ Եվրոպական ակադեմիայի դասախոս Ռուզաննա Անտոնյանն արդեն երկրորդ անգամ է վերապատրաստում անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Նման դասախոսների առկայությունը բուհում կարևորվում է։ Այդ է պատճառը, որ երիտասարդ դասախոսը ծրագիրը ներկայացնելուց հետո կոչ արեց ներկաներին դիմել ծրագրին վերապատրաստումներ անցնելու համար։ Եվրոպական քոլեջի տնօրեն Խալիսա Սահակյանը, լսելով երիտասարդ դասախոս Ռուզաննա Անտոնյանի ներկայացրած ծրագիրը, ափսոսում է, որ այսօր երիտասարդ չէ։ Ես ինքս շատ կուզեի մասնագետ լինելով գնալ արտասահման ծրագրերին ծանոթանալ,
ես էլ ավելի նոր մեթոդներ բերեի, որպեսզի կարողանայի աշխատել։ Ես ափսոսում եմ, որ անցել են տարիները եւ չեմ կարողացել։ Ես երիտասարդության համար շատ ուրախ եմ, որ մեր երիտասարդ մասնագետները իրոք գնում են, ձեռք են բերում փորձ, ունակություններ, հմտություններ եւ կարողանում են դրանով ավելի լավ կրթել մեր սերունդին, հայերին, որ հայերը ամբողջ աշխարհով ծրված են եւ կարողանան իրոք տիրապետել բոլոր օտար լեզուներին։ Եվրոպական ակադեմիայի կապը արտասահմանյան երկրների հետ սերտ է։ Նման վերապատրաստումներն ու փորձի փոխանակումն էլ կարևոր բուհի համար։ Նայնե Մաթևոսյան, Մարինա Անդրեասյան, Կորյուն Ասլանյան, Միք հեռուստաընկերություն։